Հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Հարգելի տիկին ԱԿ, ոչ թե ՆՓ, այլ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Այս սկզբի համար, տիկին Կյուրեղյան եւ ընդհանուր առմամբ հարգելի գործընկերներ, տպավորություն ունեմ, որ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ փոքր տարիքում հաճախել են վշտի եւ դժբախտության խմբակ։ Հատուկ խմբակ ա եղել, հաճախել են այդ խմբակ ու լսելուց, հատկապես ձեզ, տիկին Կյուրեղյան, ամենայն հարգանքով, որքան էլ դուք կարծես թե բառի հետ հաշտ չեք, ձեզ լսելուց ես մտովի հաղորդում եմ պատկերացնում, օրինակ, ինչպես ամենօրյա ռեժիմով մենք լուրեր ենք լսում, հեռուստացույցով, դուք երևի հրաշալի փայլուն հաղորդում կվարեիք, ամենօրյա ռեժիմով կներկայացնեիք Հայաստանի Հանրապետության տարածքում ինչ դժբախտ դեպքեր են տեղի ունեցել։ Դա ձեր մոտ ֆանտաստիկ լավ կստացվեր։ Երբ խոսում եք ընդ որում SMS ստանալուց, ես կարծում եմ, եթե համեմատականներ տանենք, տասնապատիկ ցանկալի կլինի ստանալ SMS հաղորդագրություն, քան օրինակ զուգարանում այնքան գլխին հարված ստանալ, որպեսզի սեփական կյանքից զրկվես։ Օրինակ, եթե համեմատականներ տանենք, ես սրտանց կցանկանայի ստանալ SMS հաղորդագրություն, եթե համեմատականներ տանենք, ես ուզում եմ ձեզ նաև հիշեցնել, տիկին Կյուրեղյան, երբ ասում եք, այ այդ կառավարությունը ինչ ասում է, հաշտեք, կատարում եք հպատակներ, ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ մենք այդ կառավարության մի մաս ենք, այդ կառավարության հետ համատեղ գնացել ենք ընտրությունների, ընդ որում 2 անգամ։ Եվ ուզում հասկանալ այդ որտեղ այդ սինխրոնիզացիան դուք չեք ընկալել, ուզում եմ հասկանալ, էլի մենք այդ կառավարության մի մաս ենք, այդ ծրագիրը կառավարության կողմից հաստատվել է համատեղ։ Եվ ինչ է նշանակում կատարում եք կառավարության պահանջները։ Սա իգիտություն։ Ստեղ հնչեց հետևյալ ձևակերպումը, ամբողջ կյանքում բուժքույր աշխատած մարդը եկել է ուզում է դառնա հանձնաժողովի նախագահ։ Այս ինչ ձևակերպում է, այդ ձեր շարքերում կամ չգիտեմ ընդհանուր առմամբ, այդ կարող է 10 մատը չբավարար չլինի, որ օրինակ թվարկենք ոնց են բախտի բերմամբ հայտնվել այդ աթոռին, իդեպ որոնք մշտապես դատարկեն եւ դարձել падգամավոր եւ իրենց առաջին պաշտոնը եղել է Հայաստանի Հանրապետության падգամավորական մանդատ ստանալը։ Խնդրում եմ վերջ տալ այս ձևակերպումներին, ամբողջ կյանքում բուժաշխատող է աշխատել, հիմա եկել է ուզում է դառնա հանձնաժողովի նախագահ։ Եվ տիկին Հունանյան, իհարկե մասնակից չեմ եղել ֆրակցիայի քննարկմանը, բայց ձեզ հաջողություն եմ մաղթում, վստահ եմ, որ հաջողելու եք ընտրվելու դեպքում, որքան էլ որ կփորձեն թիրախավորել, ընդ որում հաշվի չառնելով, որ կինը կնոջն է այս դեպքում թիրախավորում, անցնելով արդեն անձնական դաշտ, ես ձեզ հաջողություն եմ մաղթում ընտրվելու դեպքում եւ վստահ եմ, որ այն պաշտոնը պատասխանատու դիրքում, որում կդիրքավորվեք, բարձր մասնագիտական ձեր կարողությունները կկարողանաք ցույց տալ այնքանով, որքանով այս ընթացքում դրսևորվել եք։ Շնորհակալ եմ։